Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանում կունենա ոչ թե սահմանադրական մեծամասնություն, ինչի համար պայքարում էր Փաշինյանը, այլ պարզ մեծամասնություն, ինչը նշանակում է, որ չեն կարողանա օրինակ սահմանադրական օրենքներում փոփոխություններ անել կամ նոր օրենքներ ընդունել։ Բայց Փաշինյանը հենց գիշերը ընտրությունների ինքն իրեն շնորհավորեց մեծ հաղթանակի կապակցությամբ, դեռ կենտրոնական ընտրականը 10%-ն էլ քվեների չէր հաշվել այդ ժամի դրությամբ։ Ընդդիմադիր ուժերը եւ ընդդիմադիր ուժերի ձայնը տված քաղաքացիները տարակուսած են մի տեսակ ու չեն կողմնորոշվում։ Ի վերջո սա մեծ հաղթանակ է Նիկոլ Փաշինյանի համար, թե մեծ պարտություն։ Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց պանիխիդայի դեմքով ամբողջ այդ քաղաքացիական պայմանագրի թիմի մոտ եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Կարծում եմ հերթական բլեֆներ փորձում անել, մտածելով, որ կարողանան ազդել հետագա հաշվարկի վրա։ Եվ այն տարօրինակ կեցվածքը, որը ցուցադրեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը գիշերվա ընթացքում ուղիղ հեռարձակումները դադարեցնելով եւ նույնիսկ իրենց կայքը սկսեց խաթարվել ինչ որ բարբերաբար փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ ասենց իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարել։ Կարծում եմ սա էր, բայց իհարկե պատկերը լրիվ ուրիշ է, նույնիսկ իմ համոզմունքն է, որ առնվազն մի 10% իրենք տարբեր հանրակներով ավելացրել են։ Ամեն դեպքում ճշտող հարց ընդդիմադիր ուժերը տարբեր տեսակի եւ մասշտաբի ընտրախախտումների մասին են խոսում, ի վերջո սրանք այնպիսի խախտումներ են, որ կարող էին ազդել ընտրական ամբողջ process-ի վրա եւ պատկերի վրա արդյունքների։ Անկասկած ընտրական գործընթացը դա միայն ընտրությունների օրը չի, դա ամբողջ գործընթացն է մինչ ընտրությունները նաև եւ քարոզարշավը եւ միջ քարոզարշավը եւ խախտումները աննախադեպ խախտումներ էին այդ ընթացքում եւ այդ խախտումները անկասկած ամեն մի խախտումների բլոկ կարող էր ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա։ Եթե ուզում ենք, ես կարող եմ նաև այդ բլոկերով բաժանել, ուղղակի չգիտեմ հերթականությունը ոնց է։ Ես ավելի կոնկրետ հստակ հարցը տամ, դուք բաժանեք։ Պարոն Քոչարյան, շատ էական է նաև հասկանանք, թե ինչպես հաղթեց իշխանությունը, եթե կարելի է դա հաղթանակ որակել, եթե նույնիսկ 50+1 չունեն, եւ ինչու պարտվեց ընդդիմությունը, այսինքն միասնական ընդդիմությունը չհաջողեցրեց հաղթել իշխանությանը։ Այսինքն ինչը օգնեց իշխանությանը եւ ինչը սխալ արեց ընդդիմությունը եւ արդյոք ես ուզում եմ այս հարցին նաեւ հավելել այն հանգամանքը արդյոք իշխանությանը օգնեց նաեւ միջազգային հանրության այն աջակցությունը, որը մենք նախընտրական շրջանում շատ ակտիվ տեսնում էինք դա լինի եվրոպացի ղեկավարների աջակցության մասին, Հայաստանում կայացած այդ հավաքների մասին, ինչը օգնեց իշխանությանը եւ խանգարեց ընդդիմությանը։ Նայեք, ես բոլոր խախտումները կբաժանեմ մի քանի բլոկի։ Առաջինը եւ ամենից կարևորը կհամարեի հենց դրսի աջակցությունը, որը ուղղակի նախադեպ չուներ, սկսած Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարության աջակցության, հետո Տրամփ, Ռուբիոյի օդանավակայանային այցը, այսպես կես ժամանոց մամուլի ասուլիսով Եվրո հանձնաժողովի նախագահի հայտարարությունները, տարբեր եվրոպական երկրների առաջնորդների, Մակրոնի ուղղակի նախադեպը չունեցող միջամտություն ընտրություններին, ես երևի մեծ փորձ ունեմ քաղաքականության մեջ, այդպիսի բան երբեք չի եղել։ Եվ միայն այս բլոկը արդեն բավարար է համարել, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա։ Սա մեկ բլոկ։ Երկրորդ բլոկը սա նախադեպ ծախսերն էին բյուջետային, որոնք կարելի է հանգիստ համարել բյուջետային կաշառք ընտրողների ընտրական process-ի ժամանակ։ Եվ հատկապես կենսաթոշակների այդ բարձրացումը, որը նախատեսված չէր բյուջեով։ Վերջապես, եթե այդպիսի բան պլանավորում եք, դուք կարող եք դա նախատեսել բյուջեով, նախատեսված չէ։ Հակառակ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թոշակառուին 10,000 դրամով ավելացնեն, չէի իմանալու թե ինչ անելու, եթե հիշում եք։ Հետո այդ ավելացումը, հետո տարբեր կարգի հարցերի լուծում, այսպես ասենք, ոտի վրա։ Օրինակ,
արձակուրդում գտնող վարչապետը հանկարծ վարորդական իրավունքների այսպես բալային այդ համակարգի հետ կապված դժգոհության հարց է լուծում արձակուրդում գտնող վարչապետը։ Սա ուղղակի վարչական ռեսուրսի չարաշահում է ակնհայտ եւ համարում է, որ սա պետք է իրավական նաեւ գնահատական ստանա եւ ոչ միայն սա։ Սա երկրորդ բլոկն է եւ տարբեր գնահատականներով սա մոտ 1 միլիարդ դոլարի չափ գումար է նետվել, որի մի զգալի մասը նախատեսված չէր բյուջեով։ Եվ սա կարելի է համարել բյուջեի այսպես չարաշահում ընտրական գործընթացներում։ Բյուջետային ոլորտի աշխատողների վրա ճնշումը, որը բազմաթիվ էին, համատարած եւ նույնիսկ դիտորդները դա արձանագրել են։ Եվ վերջապես այն բռնաճնշումները, որը եղան ընդդիմադիր գործիչների նկատմամբ, կալանավորումներ, ձերբակալություններ շատ էին։ Նախադեպ չունի այսպիսի ծավալները, նույնիսկ ես ավելին կասեմ, Հայաստանում բոլոր տեղի ունեցած ընտրությունների ընթացքում միասին այդքան կալանավորումներ, ձերբակալություններ եւ քրեական գործեր չեն հարուցվել, ոնց որ միայն այս ընտրությունների ժամանակ։ Եվ նպատակ ակնհայտ էր քայքայել անդիմադիր շտաբերի աշխատանք, կազմալուծել այդ շտաբերը եւ ըստ էության խաթարել իրենց աշխատանքը։ Միայն այս բլոկը արդեն եւս բավարար է ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար, որովհետեւ այս գործողությունը ակնհայտ ազդել է վերջնական արդյունքների վրա։ Հիմա դուք պատկերացրեք այս 4 գործոնը միասին։ Չեմ ասում նույնիսկ ավելի փոքր հանգամանքները, օրինակ հանրայինի ակնհայտ կողմնակալությունը, հանրային հեռուստատեսության ակնհայտ կողմնակալությունը, բայց դա ասած միշտ էլ եղել է այս կամ այն աստիճանի։ Ես ասում եմ այն գործոնների մասին, որոնք երբեք այս ծավալի, նույնիսկ մոտիկ այս ծավալի չի եղել։ Եվ հիմա վերցրեք համակցված այս ամբողջը միասին։ Եվ սա իհարկե բերում է մեկ եզրակացության, որ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ։ Կարող է ձեր հարցի ինչ-որ մի մասի չպատասխանել։ Ուղղակի հարցի ձեր պատասխանից մի հարց, եթե ըստ էության չենք համարում լեգիտիմ, գիտենք, որ դուք դիմել եք Սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների։ Դիմելու ենք, դիմելու եք։ Ինչ ակնկալիք ունեք Սահմանադրական դատարանում, մենք գիտենք, որ այնպիսի արդեն դատավորներ կան, որոնք իշխանություն էին մի ժամանակ, ընդ որում կուսակցական էին, եւ հիմա դարձել են Սահմանադրական դատարանի դատավոր։ Ակնկալիք չկա, բայց այս process-ով մենք պետք է անցնենք, որովհետեւ Սահմանադրական դատարանի նիստերը բաց են, եւ մենք այս ամենը պետք է ցույց տանք եւս մեկ անգամ մեր հանրությանը, թե ինչ է կատարվել ընտրությունների ժամանակ։ Միջև ընտրության օրը եւ ընտրության օրը եւս։ Հիմա սա է լինելու։ Ակնկալիք, ես օրինակ ակնկալիք չունեմ, բայց այնուամենայնիվ պետք է դիմել այս ամենը ֆիքսելու համար։